44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։ Եվ մենք կհաղթենք։ Հաղթանակի ու Արցախին տեր կանգնելու խոստումներով մեզ պարտության ու Արցախից հրաժարվելու առաջնորդած վարչապետը Նյու Յորքից ծնկած նկար է հրապարակել եւ մեկ տող փառք նահատակներին կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Նա որ չոքմա, շահավատաս, կուրանումա, ծաղրումա։ Փաշինյանի թիմակիցները մտադիր են օրացույցից ջնջել սև օրերը, միայն մեկ հիշատակի օր սահմանել բոլոր ժամանակների հերոսների առաջ խոնարհվելու համար եւ այդ մեկ օրը սեպտեմբերի 27-ը չէ, այսօր Եռաբլուրի նռոցը չի լսել ոչ մի քվարական։ Դու հարազատն ես Մեղավորներ են փնտրում մարդիկ, զինվորը կանգնած էր իր դիրքում, իսկ որտեղ էր Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Փաշինյանը փորձում է Արցախի պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ, ցինիզմ է ընդհանրապես։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծությունից իր տան Բաքում սպանված 9-ամյա Վիկտորիայի եւ նրա 59-ամյա տատիկի Էլադայի մահվան 5-րդ տարելիցն է։ Նրանց սպանությամբ սկսվեց Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ 44-օրյա պատերազմը։ 44 օր Բաքուն Անկարայի մատակարարած ջիհադիստներով ու ահաբեկիչներով խոշտանգում ու սպանում էր խաղաղ բնակիչների ու զինվորականների։ 44 օր Երևանը ասում էր հաղթելու ենք։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ 2020-ին հայտարարում էր, թե Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, 2 տարի հետո Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Շրջեց այդպես հայոց պատմության վերջին էջը, ինչպես ասում էր Մոնթեն, թե բացեց 4-րդ հանրապետության դուռը, ինչպես ինքն է վստահեցնում, վերլուծաբանների վեճ է, որ կլուծի ժամանակը։ Ադրբեջանի նախագահը Մակեամբիոնից նախորդին է հայտարարել, որ հաղթել է ոչ միայն պատերազմում, այլև խաղաղության բանակցություններում։ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները ցավով համաձայնում են այդ պնդման հետ։ Անգամ կապիտուլյացիոն որակված նոյեմբերի 9-ին փաստաթղթով Հայաստանը չէր զիջել ամբողջ Արցախը։ Մոտ 1 ժամ առաջ Մակեամբիոնից ելույթ է ունեցել նաև Փաշինյանը, խոսք չի ասել 44-օրյա պատերազմի տարելիցի մասին։ Ամբողջ ելույթը նվիրել է խաղաղության մասին հայտնի խոսույթին։ Միայն հորդորել է Ալիևին պարզաբանել, ինչ նկատի ունի, երբ ասում է Զանգեզուրի միջանցք, չէ՞ որ Վաշինգտոնյան թղթերում այդպիսի եզրույթ օգտագործված չէ։ Փաշինյանը չի հասկանում, խաղաղությունը բավարար բերկրանք ու բավարարվածություն չի պատճառում Ալիևին, իրեն պատճառում է։ Իսկ պատերազմի առաջին օրվա քրոնիկոնը կներկայացնի Թերեզա Ակադաևչյանը։ Ասֆալտի ցախ կոմը կուտակում կանդ է։ Իլհամ Ալիևի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների։ Մարդ ներս ամտնեմ, եսա հարցերեք ճշտեք նշանամարը, սաղին ասեք նշանամար չասեց եք դերեք կպիչոք ասեք, ով ուզում ալի։ Ամասարկով, արի ինչ լսում եսից, կրակ։ Իսական ամաներով ինձ աղտո կլենաս, կպի, հիվերսայա։ Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է։ Դա պատերազմ է մեր անկախության, ազատության եւ արժանապատվության դեմ։ Երբ դեռ 2020 թվականի սեպտեմբերի 27-ն էր։ Խաղաղ Արցախում առավոտյան 7:10-ին պայթեց թշնամու արկը բնակչի ննջասենյակում ու արցախցիները արթնացան պատերազմի մեջ։ Նախ Ստեփանակերտը պատսպարվեց ապաստարաններում, հետո Մարտակերտը, Ասկերանը, Շուշին։ Պատերազմի առաջին զոհերը Մարտունիից էին 9-ամյա Վիկտորիան ու նրա 59-ամյա տատը Էլադան։ 5 տարի է անցել, բայց Հայաստանի իշխանությունը չի հրապարակել զոհերի անուններով ցուցակ։ Զոհերը թվերով են հայտնի։ 4000-ի կարգի պլյուս-մինուս 50։ Պաշտոնապես 3781 զոհ, 253 անհետ կորած ու անհայտ թվով գերիներ ունեցանք 44-օրյա պատերազմի ժամանակ։ 80 մարդ, որ չէին հասցրել տարհանվել, մահացել են իրենց տներում։ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության եւ անկախության երաշխավորն է։ Եվ Հայաստանի Հանրապետությունը իր բնակչության ու պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին։
եւ մենք կհաղթենք։ Մենք կհաղթենք, մենք անպայմանորեն կհաղթենք։ Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու, սարսափելի։ Հաղթելու ենք քարոզչափուչիկը պայթում է պատերազմի 44-րդ օրը։ Ընկնում է Շուշին, Արցախը։ Ծրագրված պարտություններ։ 5 տարի է, կասկածները չեն սրվում։ Պատերազմի 7-րդ օրը երկրի վարչապետը հրաման է արձակում կանգնեցնել լրա համալուրումը եւ կամավորականներին ուղարկել առաջնագիծ։ Եթե հանկարծ այլ մարդիկ ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, նաև այս մարդկանց խնդրում եմ, որ իրենք դա որևէ ձևով ուղարկեն եւ կենտրոնացնեն։ Պատերազմի 4-րդ օրը Փաշինյանին տեղեկացրել են, զոհերն այնքան շատ են, որ պետք է 2-3 օրում միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։ Եկեք պայմանավորվենք մի բան։ Ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչում։ Եթե նույնիսկ բոլորին թվա թե մենք պարտվել ենք վերջնական եւ անշրջելիորեն, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի։ Պատերազմի ընթացքում 2 անգամ պատերազմը կանգնեցնելու առաջարկ է եղել, մեկը հոկտեմբերի 7-ին։ Եթե իրենք ընդունեին իմ առաջարկած պլանը, ապա այսքան նվաստացուցիչ չէ լինի պարտությունը նրանց համար։ Մեղավորը հենց հայկական ղեկավարությունն է։ Երկրորդ առաջարկը հոկտեմբերի 19-ին է եղել։ Հոկտեմբերի 19-ին, 20-ին ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները։ Բայց նա պարտադիր պայման ուներ՝ փախստականների վերադարձը, այդ թվում Շուշի քաղաք։ Ինձ համար անսպասելի էր մեր հայ գործընկերների դիրքորոշումը, այնպես էր ձևակերպված, որ նրանց համար դա անընդունելի է, եւ վարչապետ Փաշինյանը ինձ ուղիղ ասաց, որ այդտեղ սպառնալիք է տեսնում Հայաստանի եւ Ղարաբաղի շահերին։ Ինձ հիմա այնքան էլ հասկանալի չէ, թե որը կլիներ այդ սպառնալիքը։ Կարող ենք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք ունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի։ Բանակցությունները սեփական կետից սկսած իշխանությունը Մայկատ Ռուսիկ ելակ օպերացիայի շղարշի տակ պատերազմից առաջ հույժ գաղտնի հրամանով մարտավարական օղակի 5 գունդ էր կրճատել։ Բախներս ոնց որ բերեց, հա, կարտոշկի ջարակը չի բերեց։ Ծառայողներ էր ավելացրել օպերատիվ օղակում, այսինքն պակասել էին կռվողները, ավելացել թղթաբանությամբ զբաղվողները։ Պատերազմից առաջ Արցախը Հայաստան էր եւ վերջ։ Карабах – это Азербайджан. И восклицательный знак. Պատերազմից հետո Պրահան էր։ Ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ 2022-ի հոկտեմբերին Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ 1 տարի անց Արցախը հայաթափվեց, շրջափակման 9-րդ ամսում Արցախի վրա Ադրբեջանի մեկօրյա կործանիչ հարձակման հետևանքով։ Թերեզա Կադաևչյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Այս մեկ տողն է իբրև օրվա ուղերձ իր Facebook-յան էջում թողել Նիկոլ Փաշինյանը։ Նա երեկ է Մոսկվայից ուղևորվել Նյու Յորք մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին եւ իհարկե այսօր չի եղել Եռաբլուրում, բայց զինվորական Պանթեոն առավոտյան չի գնացել ոչ մի ԿՊԱ-ական, հավանաբար կուսակցապետի օրինակին հետևելով։ Պանթեոնում զավակներ կորցրած մայրեր են եղել, հայրեր, հայրենիք ու հայրենակիցներ կորցրած քաղաքացիներ, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում մտքից հանել Փաշինյանի քաղաքական թիմի մտադրությունը ջնջել օրացույցից սեպտեմբերի 27-ը Արցախի հայաթափման օպերացիայի մնացած սգո ու հիշատակի օրերը։ 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի նախօրեին ազգային ժողովի փոխխոսնակը հայտարարել է, որ հիշատակի եւ խոնարհումի օրվա նախագիծ են շրջանառության մեջ դնում։ Օրն ընտրել են ամսի 27-ը, բայց ոչ թե սեպտեմբերի, այլ հունվարի, մեկ օր բոլոր ռազմական գործողությունների զոհերի հիշատակը հարգելու համար։ Չկալիս են ծաղրած մրես հերոսներ։ Ուրացում և ծաղր։ Այս բառերով են զոհված զինծառայողների հարազատները բնորոշում այս տարի Եռաբլուր չայցելած Նիկոլ Փաշինյանի պահվածքը։ Կնայեք ալա ծաղրը մրես կան զոհվածների արջև։ Նա որ չոքմա, շահավատաս։ 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի օրը Նյու Յորքում գտնվող Հայաստանի վարչապետը բավարարվել է լինելով միայն ֆեյսբուքյան օգտատեր։ Առավոտյան Facebook-ում իր վերջին շրջանի ամենաքննարկված դիրքով նկարն է տեղադրել ու գրել «Փառք նահատակներին» և «Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։ Կարող է խոնարհվի, կարող է լացի, պոպուլիստ շոումենը ամենտեղ այդ շոուն խաղալու է։ Որտեղ ուզում է լինի, որ երկրում լինի, մենք դա ընդունում ենք որպես նորմալ
ոչ adekvատ մարդի պահվածք, դրա համար որտեղ ուզում է թող խոնարհվի։ Մենք չենք հավատում։ Թրկահաճո իշխանությունը, որը կատարում է նրանց պատվերները։ Ու կատարվում է հերթական պատվերը, համոզված են որդեկորույս ծնողները։ Նրանց կարծիքով եռաբլուր չեն այցելում իշխանության ներկայացուցիչները եւ 44-օրյա պատերազմի օրը եւ Արցախի վերջնական հայաթափման օրը հավանաբար թշնամուն հանգստացնելու համար, որ այլևս ոչինչ իրենց չի հիշեցնում Արցախի մասին։ Մենք չենք էլ սպասում, որ ինչ-որ մեկը կգա, չենք էլ ուզում, ավելի ճիշտ ասեմ, չենք ուզում, պետք է իրանք սա մտնեն, որտեղ ուզում են թող գնան թուրքական մեջետներ, չգիտեմ։ Փաշյանը գալիս է ինչ անի, որ գայիս նրա կհանեմ։ Նայ մի ինչ արի պելա թողաստը։ Փոխարենը օրենքի նոր նախագիծ են շրջանառելու ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը, անկախ պատգամավոր Գեգամ Նազարյանը։ Նրանք առաջարկում են հունվարի 27-ը սահմանել որպես հիշատակի եւ խոնարհումի օր, որպեսզի, ինչպես իրենք են ձևակերպում, հարգեն բոլոր ժամանակների զոհվածների հիշատակը։ Քանի որ շատ վատ եմ ընդունում, որովհետեւ սեպտեմբերի 27-ը պիտի լինի այդ հիշատակի օրը։ Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 27-ին այդ պատերազմը սկսել է եւ ունեցել եք շատ մեծ կորուստներ, կարելի ասել կորցրել եք հայ ազգի գենոֆոնդի զգալի մասը, դրա համար ինչի համար պիտի հունվարի 27-ը լինի, ոչ թե այս օրը կոնկրետ։ Ինչու հենց հունվարի 27-ին հիշել հայրենիքի համար ընկածներին, հարցնում են քաղաքացիները։ Միթե հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ չգտնվեց մեկ խորհրդանշական օր այն դեպքում, երբ հայրենիքի համար կռիվ տալու առիթներ քիչ չեն եղել։ Կարար լիներ խոնարհումի եւ հիշատակի օր սեպտեմբերի 27-ը կամ լիներ սեպտեմբերյան մարտերի 3-օրյա այդ մարտերի օրերից ինչ որ մեկը կամ ապրիլյան, ինչ որ մի օր, որը կապված է ընդհանուր պատերազմի զինվորի։ Մի վարկած ունեն քաղաքացիները, կամայական օր ընտրելով լղոզվում է թշնամու դեմքը, ում դեմ կռվում զոհվել են հայերը։ Ըստ նախագծի հայ ժողովուրդը հիշելու է բոլոր ժամանակների ռազմական գործողություններում ընկածներին եւ ուրեմն կարելի է նկատի ունենալ նաեւ Ավարայրի ճակատամարտը, Սևանի ճակատամարտը, Օշականի ճակատամարտը, հայ-վրացական պատերազմը, հայրենական պատերազմը ու այսօր չփնտրել թշնամիներ։ Բայց չգիտես ինչի հունվարի 27-ը Հիշատակի հնարած օրեր պետք չեն, առանց այդ էլ հիշատակի օրերով լեցուն հայկական օրացույցում, ասում են ծնողները, հայրենիքի համար ընկածներին ամեն րոպե հիշողներ կան, հիշեցնողներ նույնպես։ Հիմա երկու երեխա ունի, Ալեքսս Դավիդս 3 տարեկան եղավ, Ալեքսս 5, Ալեքսս շատ բան է հիշում, բայց Դավիդս ասում է պապա, արի խորոված արա։ Տատի ոնց ես ասում ոչ որ զանգում եք լավ եք ոնց չեք զանգում լավ չեք ես ես ասել եմ չէ պապայի կարոտը ես եմ վերցնում նրա ծիծաղը Ալեքսիս ծիծաղը մի անգամ ծիծաղը ասի Ալեքս ծիծաղի ասում խե տատի ասում Արմենիս նմանս ծիծաղում Լիլիթ Խալաթյան, Լանա Համբարձումյան, Արաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր Բանակցությունները իր սեփական զրո կետից սկսած Փաշինյանը ինչպես տանուլ տվեց դրանք ու ինչպես է հաջողում խայտառակ ձախողումը ներկայացնել իբրև փայլուն հաղթանակ։ Ոչ թե կորցրել ենք Արցախը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, Փաշինյանական այս ձևակերպումը մաքուր դեմագոգիա ու ցինիզմ են անվանում նրա քաղաքական ընդդիմախոսները։ Մեղավորներ են փնտրում մարդիկ, եռաբլուրում։ Զինվորը կանգնած էր իր դիրքում, իսկ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարներն իրենց տեղում էին։ Ես որպես մարտական գործողությունների մասնակից գետնի վրա իմ պարտությունը չեմ տեսել։ Մեզ ոչ թե եկավ թշնամի ջարդեց շպրտեց դուրս, այլ կորպուսի հրամանով մեր գունդը դուրս եկավ այդ տարածքից։ 2020-ի պատերազմի սկզբում մենք հաղթում էինք, հետո պարզվեց, որ Արցախը մնացել է առանց անվտանգության երաշխավորի։ Մենք չկարողացանք ապահովել այդ Չագերդյա զոնտիկը, որ ամեն անգամ Ստեփանագերտ գնալիս սեպտեմբեր 2-ին, դեկտեմբեր 10-ին, մայիսի 8-ին ասում ենք զոնտիկ կա անվտանգության Արցախի շուրջ, որը անխոցելի է։ Իսկ ինչպես եղավ, որ այդ զոնտիկը արդեն 1, 2, 3, 5, 20 տարվա ընթացքում
այլևս չեղան։ 2014-ի օգոստոս, 16-ի ապրիլ, 20-ի սեպտեմբեր, 94-ի հրադադարից հետո Ադրբեջանը ամեն տարի խախտում էր հրադադարը։ Ապրիլյան եւ 44-օրյա պատերազմներից բացի հաճախ դիվերսիոն հետախուզական գործողություններով փորձում էր ցույց տալ, թե ուժեղ է, չէ ստացվում, հակահարված էին ստանում եւ փախչում։ Մեր ընկերների արյան հերոսաբար կռվելու արդյունքում մենք կարողացել ենք բազմաթիվ հերոսական հաղթանակներ տոնել։ 90-ական թվականներից մինչև 44-օրյա պատերազմ այդ պայքարը եղել է, որևէ մեկը իր անձը չի խնայել, իրենք կրկնում եմ լկտիաբար ստում են, ես ուզում եմ իմանալ իրենք որտեղ են եղել, իրենք ինչ են արել այս պետության համար, բացի այսքան արհավիրք բերելուց։ Իրենք որտեղ էին, Հայաստանի իշխանությունը պատերազմը կանգնեցնելու շուրջ էր բանակցում, զինվորի թիկունքներ պահում։ Պատերազմի ընթացքում չի եղել այնպիսի հեղինակություն, այնպիսի անձնավորություն, որը որ կարող էր բանակին թիկունք կանգնել եւ բանակի արչեւ դրված խնդիրները լուծել։ Տարիներ շարունակ մեզ հանգստացնում էին, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի, իսկ Ալիևը զինում էր Ադրբեջանը, սպասում հարմար առիթի։ Տարիներ շարունակ լսում ենք վստահություններ, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծման տարբերակ։ Ցավոք սրտի թե աշխարհում, թե ընդհանրապես փոխվել է իրավիճակը, իրադրությունը, տեսակետները եւ այսօր տեսնում ենք եւ ականատես ենք լինում, որ աշխարհում շատ ու շատ հարցեր լուծվում են ուժի տարբերակով։ Արցախի հպարտ քաղաքացիներ ողջունում են բոլորին։ 2020-ի պատերազմից հետո փոխվեց իշխանավորների տոնը։ Այժմ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում Արցախը Հայաստանը եւ վերջ գոռացողը սկսեց ավելի ցածր եւ զգույշ խոսել։ Փաշինյանը փորձում է Արցախի պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ, հիշում եք, մենք ոչ թե Արցախը կորցրեցինք, այլ Հայաստանը գտանք, հայտարարում է, որ ինքը չի կանխել պատերազմը, որպեսզի պահի Հայաստանի ինքնիշխանությունը, այստեղ որևէ տրամաբանական կապ չկա, ցինիզմ է ընդհանրապես։ Ինչ է գտել Հայաստանը, կորցնելով Արցախը։ Ինքնիշխանություն, անվտանգություն, Հայաստանը նույնիսկ մեղավորներին չի գտել 2020-ի ողբերգության։ Հայկ Ավանեսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ 44-օրյա պատերազմի հերոսների անուններով մի ուրիշ սերունդ է ծնվել ու հիմա արդեն կարողանում է քայլել։ Պատերազմից հետո ապրելու ժնորոքած ընտանիքներում մխիթարներ, ալբերտներ, հայկեր են ծնվել ու այսօր նրանք էլ են ծաղիկներ խոնարել եղբայրների շիրիմներին։ Սև մութ ամպեր են դիզված անզավակ մնացած մարդկանց աչքերում։ Ամեն անգամ դուրս բացելից ինքը առաջ սարար կաղնատին է։ Հիմա ոչ որ չև ամպեր լինի։ Ձեռքի մատները հերիք չեն, որ թվարկի այն քաղաքներն ու գյուղերը, որոնց պաշտպանությանը մասնակցել է որդին։ Ջաբալից քսելայեք հադրուտ, խորհատ, թութակ, տող, թաղավարտ, կարմիր շուկա, Զարդարաշեն, Չանախչի, Կարմիր գյուղ, Խունուշինակ, ամեն գյուղում դիմադրելա վերջ օրը վերջի գիշերը զինադատ հարտված Կարմիր շուկանի ամենտեղ կեցալա խոխ նոյեմբերի 9 մոտ 10 լույս գիշերը 02-ին 2:30-ին զորվելա Մխիթարվում են, երբ երազում տեսնում են տղաներին ու չեն ուզում վերադառնալ իրականություն մեծից փոքր։ Վերզված տղաների համար։ Դու հարազատ ունես այստեղ։ Ճոպարս։ Վարդանի տղան Արմենը 29 տարեկան էր, որ պատերազմ գնաց։ Ոչ թե գնաց, այլ փախավ Արցախ բոլորից, նույնիսկ հորից թաքուն։ Ընդհանրապես չեմ սպասել, բայց ինքը իրական կամավոր գնացել է, առանց ընձեռացելու։ Ոչ մեկ չգիտեր այդ մասին։ Գախնի է գնացել։ Արդեն դիրքերում է եղել Արմենը, երբ զանգել է հորն ու խոստովանել, կռիվ է գնացել։ Դա վերջին անգամն էր, որ Վարդանը լսել է որդու ձայնը։ 44 օր շունչը պահած հազարավոր անունների մեջ փնտրել է իր տղայի անունը։ Պրոստը ես ուզեցել եմ իմանալ, որ իմ տղանը կա, դա թե զոհվածների մեջ թե չէ։
անընդհատ նայում էի անուն ազգանունը, բայց չէր բերում։ Սաղին ուրախացնում էր։ Ինքը տխուր բաներ չի արել, պրոստը մեզի սենց ուրախացրեց։ Ուզում էի պսակել, չհասրեցի։ Հոր սիրտը քիչ էր մնում կանգներ, երբ հեռախոսով տեսել է, որ որդին արդեն հասանելի է։ Անդադար զանգել է, բայց Արմենի հեռախոսը նորից անհասանելի է դարձել։ Պարզվել է տղայի հրամանատարն է միացրել հեռախոսը, զանգել Արմենի մոտ ընկերոջն ու ասել. «Բերում ենք Գորիս, հասեք»։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Սեպտեմբերի 27-ին է ապօրինաբար ձերբակալվել ու մինչև հիմա Բաքվի բանտում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ուրիշ 7 ներկայացուցիչների հետ։ Free Armenian Prisoners նախաձեռնությունն է այսօր հայտարարություն տարածել, համաձայն որի Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են ներկայացրել ահաբեկչության ֆինանսավորում, զինված խմբավորումների ստեղծում, ապօրինի սահմանահատում, բայց դատավարության 8 ամիսների ընթացքում դատարան չի ներկայացվել հանցագործության ոչ մի ապացույց։ Անհետ կորածների ծնողները այսօր փակել են Պաշտպանության նախարարության շենքի մուտքերը պահանջելով հանդիպում բարձրաստիճան սպաների հետ, որոնցից ակնկալում են իմանալ, որտեղ են 5 տարի անհետ կորած իրենց որդիները։ Նախարարության ներկայացուցիչը ծնողներին պատասխանել է, որ ոչ աշխատանքային օրերին հանդիպում կազմակերպել հնարավոր չէ։ Հետո նա վիճաբանել է լրագրողների հետ, արգելելով նկարահանումները նախարարության ռազմավարական օբյեկտ համարվող շենքի մոտ։ Այսօր չեն գալու։ Չեն գա, ուրեմն մենք վաղներ չեն գալու։ Գալու են աշխատանքային օր։ Չէ, մի րոպե, այդ ամսի 27-ին որ այդ ամսի 20 թող։ Այ ջե արդեն ջրայնացա քո ասացի վրա։ Այդ ամսի 27-ին որ կռիվը սկսավ։ Կիրակի օրով։ Այդ բան չի չասիկ, ախպեր։ Այս երեխեքին ուր ենք տանեմ Կիրակի օրա։ Հանգստի օրա երեխեք։ Դու քո հարցի պատասխանը չգիտես։ Հա, հիմա էլ კი շաբաթա։ Նայում շաբաթ Կիրակի։ 27 սեպտեմբերի 5-րդ տարելիցն է ախպեջան։ Քիչ եկա։ Հայտարարեք տագնապ համար 1։ Հասկացա քո ասածը։ Տագնապ համար 1 հայտարարեք սաղ պարտավոր են գալու։ Ախպեր անջատեք կամերան։ Ախպեր, բայց ամեն ինչը պետք է մարդկանց համար հասանելի։ Մարդկանց համար հասանելի, ինչ ես ուզում ասես։ Ուզում եմ ախպեջան Ես քեզ ասի Արսեն ջան, ինչա։ Կգա, բայց այսօր չի գալու։ Բայց խի ես։ Որտեվ գործով է մարդը։ Ինչ գործողում։ Գործով է։ Որտեղ է գործով։ Ախպեր հիմա ես ու դու։ Բաջանախի քերու տղենա հարսանիքնա գնացել։ Այդ ոչին գործնա ոչ քո։ Բա ոնց։ Բա իմ հարցն ախպեր, թող սա հարցն է պաշտոնական ձեզ կընդունեն։ Ցավը տանեմ, ասում եմ իմ երեխու հարցն է։ Իր լուբոյ գործի իմ համար 1 է։ Սիրելի հայրենակիցներ, այժմ համառոտ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Խնդրանքով ուզում եմ դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փարաքարի համայնքապետի սպանության մեղադրանքով ձերբակալված տղան փետրվարին իր եղբոր սպանությունից հետո անձամբ Նիկոլ Փաշինյանին էր դիմել բացահայտման խնդրանքով։ Հիմա ոստիկանությունը նրան վենդետա է վերագրում։ Վարկածը շարունակում է մնալ, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին Բրծավանում տեղի ունեցած միջադեպի հետ։ Թողարկման ընթացքում կտեղափոխվենք ռուս-ուկրաինական ճակատ, պաշտոնական Մոսկվան Զելենսկիին է մեղադրում Լեհաստանում եւ Ռումինիայում սադրանքներ ծրագրելու համար, որոնք պետք է ավելի պղտորեն Մոսկվայի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները։ Զելենսկին չի մեկնաբանում, հայտնում է իր բանակի հաջողությունների մասին։ Մեր ուժերը նրանց չեզոքացնում են։ Ոսա, մամա։ Թողարկման վերջում էլի 44-օրյա պատերազմին կվերադառնանք, երբ նորից Գևորգը կկանչի մամա։ 5 տարի առաջ վերջին անգամ էր որդին զանգել ու ասել մամ, կռիվ է։ Կա մամա ասող ինձ, շատ եմ սիրում, բայց նորից որ Գև հասի, լրիվ ուրիշ է։ Նախ երկիրը ցնցած սպանության հետքերով քննչական կոմիտեն հաստատել է Մերձավանում սպանության գործով կա 1 ձերբակալված կասկածյալը նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու փետրվարին սպանված 29-նամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Իր եղբոր սպանությունից հետո նա անձամբ Նիկոլ Փաշինյանին էր դիմել բացահայտման խնդրանքով։ Հիմա ոստիկանությունը նրան վենդետա է վերագրում։ Ներքին գործերի նախարարության խոսնակն է այսօր լրագրողներին ասել, որ Փարաքարի համայնքապետի սպանությունը այս տարվա փետրվարին տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է։
Փարաքարի համայնքապետի սպանության նախնական պաշտոնական վարկածը մնում է վենդետան։ Ըստ էության սա փետրվարյան իրադարձության շարունակությունն է միջազգային հարաբերությունների կոնֆլիկտի տրամաբանության մեջ։ Հանրապետությունը ցնցած սպանության միակ կասկածյալին Մերձավանցին Նարեկ Օհանյանին ուրբաթ երեկոյան են ձերբակալել։ Նա Մերձավանի նախկին վարչական ղեկավար ԿՊԱ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է։ Հենց Ախտոյանի տան դիմաց 7.5 ամիս առաջ մի արյունոտ ռազմորկայի ժամանակ սպանվել էր կասկածյալ Նարեկ Օհանյանի հարազատ եղբայրը 29-ամյա Գրիգորը։ Փետրվարյան սպանության գործով անցնող 1 տասնյակից ավելի մարդկանց մեջ է նաև Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի եղբայրը Պայքար Գրիգորյանը, նա այժմ տնային կալանքում է։ Նարեկ Օհանյանը եղբորը սպանությունից 5 օր հետո Փաշինյանների հայկական ժամանակի հետ հարցազրույցում սլաքներն ուղղել էր հենց ապրելու երկիր ընդդիմադիր կուսակցության անդամ Վոլոդիա Գրիգորյանի եղբոր կողմը։ Նախընտրական Փարաքարում քաղաքական շահերի բախումը թեժ էր փետրվարին։ Տեսանյութը մանրակրկիտ նայելու ժամանակ նկատել է Պայքար Գրիգորյանի, որը հանդիսանում է Վոլոդիա Գրիգորյանի փոքր եղբայրը, որ ատրճանակը ձեռքին կատարում է ինչ-որ գործողություններ իմ ու եղբորս ուղղությամբ։ Նարեկ Օհանյանը դիմել էր Փաշինյանին, գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին։ Ուզում եմ դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազին, գլխավոր ոստիկանապետին, այս ամեն ինչի պահեն իրենց ուշադրության կենտրոնում եւ մեղավորները անձամբ պատժվեն։ Չնայած Փարաքարի համայնքապետի եւ նրա ոստիկան ընկերոջ սպանությունից մի քանի ժամ անց Փաշինյանն հրապարակավ ակնարկել էր, թե փետրվարյան արյունալի դրամայից հետո բռնությունները կանխելու համար գործողություններ չեն արվել, ՆԳՆ ներկայացուցիչը վստահեցնում է, որ իրավապահները այդ ընթացքում ձեռքերը ծալած չեն նստել։ Փետրվարյան միջադեպից հետո ոստիկանությունը ձեռնարկել է մի շարք գործողություններ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ։ Տասնյակից ավելի անգամներ ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ինչպես նաև քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել են տեղեկություններ, որ X ժամի X հատվածում պետք է հավաքվեն եւ հերթական անգամ պարզեն հարաբերություններ։ Անմիջապես բոլոր կողմերից անձինք հայտնաբերվել են, ներկայացվել են բաժին, բացատրական աշխատանքներ են տարվել։ Քաղաքական տարբեր հայացքների պատճառով հակամարտող գերդաստանների վարքագիծը փաստորեն աչքաթող չեն արել իրավապահները։ Նարեկ Սարգսյանի վստահեցմամբ անգամ խուզարկել են Ախտոյանների եւ Գրիգորյանների հարազատների մտերիմների բնակարանները, սակայն զենք չեն գտել։ Մի քանի անգամ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով բերվել են ոստիկանության Վարշապատի բաժին։ Գտնվել են այդ զենքերը, թե ուղղակի կասկածել։ Իմ տեղեկություններով չի հայտնաբերվել։ Եթե պարզվի, որ օբյեկտիվորեն ծառայողները հնարավորություն են ունեցել կանխել, սակայն չի կանխվել, վստահեցնում եմ կրկին եւս մեկ անգամ, որ կրելու են պատասխանատվություն։ Նախաքննության գաղտնիությանը հղում անելով Նարեկ Սարգսյանը չի ասում, արդյոք ինքնախոստովանական ցուցմունք տվել է կասկածյալը։ Պարզ չէ նաև նա սպանության անմիջական հեղինակն է, թե պատվիրատուն։ Հայտնի է, որ Օհանյանի նորակառույց տան մոտ իրավապահները գտել են դիմակ, ձեռնոցներ, կոշիկներ, բաճկոն եւ գիշերային տեսանելիության սարք, բայց ոչ ամենագլխավորը՝ սպանության գործիքը։ Հանցագործության հետ կթաքցնելու համար նա փորձել է այրել արտահակուստը եւ գիշերային տեսանելիության սարքը։ Այս պայմանությամբ եւս մեկ անգամ կրկնեմ, որ ձեռնարկվում են մեծածավալ կանխարգելիչ միջոցառումներ, որին ներգրաված են հարյուրավոր ոստիկաններ։ Էդգար Ղուշչյան, Հերիկ Համազասպյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։ Էջմիածնում նախատեսված արտահերթ թիմ ընտրություններից մոտ 2 ամիս առաջ 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցին իշխանական էլիտան ճաշկերույթ է կազմակերպել գործարարների հետ Վաղարշապատի Դվին ռեստորանում։ Հանդիպմանը ներկա են եղել ՏԿ նախարար Դավիթ Խուդաթյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Վաղարշապատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։ Խուդաթյանը լրագրողներին ասել է, թե հանդիպումը կազմակերպվել է տարբեր զբաղմունքի տեր մարդկանց հետ սուրճ խմելու նպատակով։ ԿՊԱ-ականները ուրախ են եղել հանդիպման նոր ֆորմատ գտնելու համար։ Ես ուրախ եմ, որ այս ձևաչափը կա, որ կարող ենք անմիջապես քննարկել եւ լսել։ Ինչ եք քննարկելու։ Պակագծեր բացեք գործարարների հետ։ Պետք է լսենք իրանց խնդիրները, ասենք ինչ իրանց կարծիքը իրականացվող քաղաքականության վերաբերյալ եւ ըստ այդ մենք մեր եզրակացությունները անենք։
Տեղափոխվենք ռուս-ուկրաինական ճակատ, մինչ պաշտոնական Մոսկվան Զելենսկիին է մեղադրում Լեհաստանում և Ռումինիայում սադրանքներ ծրագրելու համար, որոնք պետք է ավելի պղտորեն Մոսկվայի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները, եվրոպական երկրները շարունակում են անհանգստության նշաններ ցույց տալ։ Բիլդ պարբերականի տեղեկություններով Գերմանիայի կանցլեր Մերցը առաջիկայում հնարավոր է Գերմանիայի զինված ուժերին իրենց օդային տարածքում հայտնված դրոնները խոցելու պաշտոնական թույլտվություն տա։ Տարօրինակ դրոնները սկսել են հաճախ հատել եվրոպական երկրների սահմանները։ Հիմա էլ մի քանիսը նկատվել են Դանիայի խոշորագույն Կարուբ ռազմական օդանավակայանի մոտ։ Շաբաթասկզբին էլ անհայտ անօդաչու թռչող սարքերի պատճառով մոտ 4 ժամով թռիչքները դադարեցրել էր Կոպենհագենի օդանավակայանը։ Մեկ անօդաչու էլ Օսլոյի օդակայանի տարածքում էր հայտնաբերվել։ Մոսկվան հերքել էր միջադեպերին Ռուսաստանի ենթադրյալ ներգրավվածության մասին Դանիայի պնդումները։ Պաշտոնական Մոսկվան Կիևի սադրիչ պլանների մասին է հայտնել։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կիևը ծրագրում է Լեհաստանում և Ռումինիայում կատարել հատուկ գործողություններ, դրանց համար մեղադրել Ռուսաստանին և սրել Մոսկվայի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները։ Ըստ ռուսական կողմի Ուկրաինան պատրաստվում է վերանորոգել խոցված ռուսական անօդաչուները, հետո դրանք ուղարկել Լեհաստանում և Ռումինիայում ՆԱՏՕ-ի խոշոր տրանսպորտային հանգույցներ, մեղադրելով Մոսկվային սադրանքների համար։ Զախարովան այս ռազմավարությունը Գլայվիցի միջադեպի հետ է համեմատել, հիշեցրել 1939 թվականին նացիստական Գերմանիայի սադրանքը Լեհաստանի վրա հարձակման պատրվակ գտնելու համար։ Կիևը կամ ՆԱՏՕ-ն չեն արձագանքել ռուսական կողմի այս պնդումներին։ Դրանք անուղղակի հաստատել են հունգարական լրատվամիջոցները, հայտարարելով, որ Կիևը իր զինուժի ռազմավարական պարտությունը կոծկելու նպատակով փորձում է արտակարգ քայլերի դիմել միջազգային աջակցությունը պահպանելու համար։ Չնայած Զելենսկին հակառակն է պնդում։ Դոբրոպիլիայի հակահարձակման օպերացիայի ընթացքում ռուսների կորուստները գերազանցել են 3000-ը։ Դա այն տարածքն է, որտեղ ռուսները նախատեսում էին հասնել ճակատի բեկումնային ճեղքմանը։ Մեր ուժերը նրանց չեզոքացնում են։ Զելենսկիի ոգևորությունը գրեթե ամեն օր փշրվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրություններով։ Այսօր ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Դերիլովո և Մայսկոյե, Դնեպրոպետրովսկի մարզի Ստեպովոյե գյուղերը։ Միացյալ Նահանգներում քննարկվում է Ուկրաինային տրամադրվող զինատեսակների հարցը։ Վերջին հանդիպման ժամանակ Զելենսկին Թրամփից թևավոր հրթիռներ, թոմահավքներ է խնդրել։ Wall Street Journal-ի աղբյուրների համաձայն Թրամփը չի խոստացել, բայց պատրաստ է վերանայել Ռուսաստանին հասցվող հարվածների արգելքները։ Նախկինում Թրամփը արգելում էր թոմահավք կիրառել Ռուսաստանի դեմ։ Խաղաղության համար ամեն ինչի պատրաստ է Եվրամիությունը։ Եվրոպան պետք է եւս 100 տարի աջակցի Ուկրաինային, այլապես աշխարհը կտուժի, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին։ Մենք բոլորս պետք է ձգտենք Ուկրաինայում արդար եւ երկարատև խաղաղության, որը կպահպանի ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Զելենսկին ամեն քայլափոխի ցուցադրում է իր հավատարմությունը խաղաղությանը։ Մինչդեռ նախագահ Պուտինն ավելի շատ հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր է արձակում ուկրաինացի ժողովրդի վրա։ Աշխարհը խաղաղություն է ուզում եւ հանուն դրա պատրաստ է հարվածել մահաբեր զենքով, սադրել, ոչնչացնել, սպանել։ Քանի դեռ սա է աշխարհի առաջնորդների պատկերացրած խաղաղությունը, պատերազմը կարող է չանհանգստանալ, միշտ կլինի, գրում են անկախ փորձագետները, անկախ ազգությունից։ Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի մասին մի քանի անգամ ազդարարած Դոնալդ Թրամփը հիմա էլ հայտարարել է, որ մոտ է հրադադարը Գազայում։ Իրեն 7 պատերազմ սանձած առաջնորդ թռչակաց Թրամփը համոզված է, որ իր աջակցությամբ շուտով կկարգավորվի 8-րդ հակամարտությունն աշխարհում։ Reuters-ի տեղեկություններով նա մտադիր է երկուշաբթի Սպիտակ տան ընդունել Իսրայելի վարչապետ Նեթանյահուին։ Համասը արդեն հայտնել է, որ Գազայում հրադադարի հաստատման նոր առաջարկ չի ստացել։ Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը շարունակում է վատթարանալ։ ՄԱԿ-ի վերջին տվյալով ավելի քան 400 մարդ է մահացել սովից։ Կարծես մենք համաձայնության ենք եկել Գազայի հարցում։ Կարծում եմ դա այնպիսի համաձայնագիր է, որը պատանդներին կվերադարձնի։ Դա այնպիսի համաձայնագիր է, որը կավարտի պատերազմը։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթի ժամանակ բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ ցուցադրաբար լքել են նիստերի դահլիճը, այդ թվում Իրանի պատվիրակությունն է եղել։ Իրանցիները նաև նիստերի դահլիճում ցուցադրել են հունիսին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհված իրանցի երեխաների լուսանկարները։ Նեթանյահուի արհամարված ելույթի պահին որոշներն էլ փորձել են նրան աջակցել ծափահարություններով։
Իրանը հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից Թեհրանում խորհրդակցությունների համար։ Այս մասին հայտնում է Մեհրը։ 10 տարի առաջ Թեհրանի միջուկային գործարքի կնքումից հետո չեղարկված պատժամիջոցները վերականգնել են ուզում Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան։ Եվրոպական եռյակը Իրանին մեղադրում է միջուկային համաձայնագիրը խախտելու համար, պնդում, որ Թեհրանը շարունակում է ձգտել միջուկային զենքի ձեռքբերման։ Ուրբաթ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մերժել է Ռուսաստանի եւ Չինաստանի հեղինակած բանաձևը, որ առաջարկում է 6 ամսով հետաձգել Իրանի նկատմամբ պատժամիջոցների կրկնակի կիրառումը։ Վերադառնանք 44-օրյա պատերազմի տարելիցին։ Ոսկե գևի մայրիկի հետ է եռաբլուրում զրուցել իմ գործընկեր Գայանե Մովսիսյանը։ Սևազգեստ կնոջ ականջներում դեռ պատերազմում մնացած Գևորգի ձայնն է, երբ զանգեց ու ասաց, որ կռիվ է։ Հիմա փոքրիկ Գևորգին է մեծացնում, դեռ սպասում է, երբ է նա մամա ասելու։ Երբ Գևորգը նորից կկանչի մամա։ Ինքը ինչ սկսել է խոսել, անհամբեր սպասում եմ, որ մամա ասի։ Ասա մամա։ Ականջներում պատերազմում մնացած Գևորգի ձայնն է։ 5 տարի առաջ վերջին անգամ որդին զանգեց, թե մամ, կռիվ է։ 5 տարի առաջ երբ աշուն էր, ծառերին սև ժապավեններ էին, մի փողոցում մի քանիսը, տղերքի անուններով։ Լույսը բացվում է, անիծում ես, որ ես ինչ արեցին տղերքին։ Միջև այս սեպտեմբերն ու հոկտեմբերը ամենադաժան տարվա ամենադաժան ամիսներն է։ Միջև հոկտեմբերի 28-ը մաշվում ես։ Ժամանակը ոչ մի բան էլ չի բուժում, ցավը մի պահ լռություն է դառնում, երբ հեռու է զավակդ, ամեն հաջորդ օր ավելի շատ ես չէ ուզում նրան պինդ գրկել։ Ասեց մամ, այդտեղ ինչ են ասում, այս նույն ինչի համար, բա երբ է վերջանալու այս ամեն ինչը։ Դե կհիշեք այդ ժամանակ մեզ մոտ հաղթելու իրավիճակումներում էինք, որ իբր հաղթում ենք։ Ասի վայ Գևորգ ջան, դե իրանք էլ ամբողջ ինֆորմացիայից զրկված, ասի վայ Գևորգ ջան, չես պատկերացնի, մենք հաղթում ենք, Նիկոլը ասում է հաղթում ենք, մամա, այս նույն ձևով, մամա սուս, դրա անունը չտաս։ Մամ, կգամ, կպատմեմ։ Գևորգն ամեն ինչ գիտեր, ոսկե Գևորգը, տղան, որ մենակ սպիտակ բոթազներ էր հագնում Երևանում, նկարվում էր դպրոցական սիթքոմում ու պատերազմի մասին գիտեր միայն սիրելի ֆիլմերից։ 2 օր 055 համարի իր տանկը հետապնդել է թշնամին ու պայթեցրել։ Հիմա բոլորը սպասում եք գործողության գնաք։ Պատրաստեք քո կարծիքով, քո անձնակազմը, ձեր անձնակազմը։ Տեսնես այդ պահին զգում էր Գևորգը, որ տուն չի գալու, տանջվում է մայրը։ Իրենք ամեն ինչ տեսել են, ամեն ինչ հասկացել են, իրանք ավելի լավ գիտեին ուղղակի չեկան, չպատմեցին։ Չեկան տղերքը։ Մեկ-մեկ զայրանում է մայրը, որ փոքր Գևն այդքան նման է եղբորը։ Ցավը պատճառում ամեն անգամ այդ մազի կանգրությունից սկսած նմանությունը դնում ես նկարները, նայում ես, համեմատում ես, թող նմանությունը արտակնապես լինի ու վերջ։ Նույն աչքերն են քեզ նայում, նույն հայացքն է, որ շատ ես կարոտել։ Որ խոսում եմ հետ, ասում եմ, լավ, դու հեչ իմ մասին չէիր մտածել։ Ախր ես ամեն անգամ ասում էի, որ դու չզանգես, ես կմեռնեմ, որ ես քո զանգով եմ ապրում։ Լավ, բա դու գնացիր այդ քայլին, բա չմտածեցիր մաման ոնց կլինի։ Քանի մայրը խնդրել որդուն չզոհվել, իր որդու կողքին տղաներ են, որոնց մայրերը 5 տարի է ամենամոտ հարազատից էլ թանկ են։ Որ նոր ծանոթություն է լինում, առաջինը մտածում ես ինքը այս կառավարությանը դեմը թե կողմը, ճիշտն ասեմ, դա է առաջի միտքը, որ անցնում է բոլորիս մոտ։ Ինքը ոնց է նայում նրան, որ իր տղուն սպանեցին։ Նոր փոքրիկ կյանքը Գևորգը դեռ շատ բան կիմանա տանկիստ եղբոր մասին։ Հիմա ժամերով խաղում է եղբոր քարի մոտ, ծաղիկները պոկոտում։ Գայանե Մովսիսյան, Նորայր Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Արցախի հայաթափումից հետո Հայաստան եկած մեր արցախցի հայրենակիցները դեռ այնքան ուժ ունեն, որ փորձում են անգամ մեր կյանքը քաղցրացնել։ Մեղվապահ Միրզախանյանների ծորացող ոսկին է փորձել Զարուհի Սահակյանը։ Իրեն բաժին հասած մի կաթիլ մեղրն է ագահաբար կուլ տալիս այս փոքրիկ մեղուն։ Ժրաջան կենդանիների ամբողջ տարվա չարչարանքը քամելու ժամանակն է։
Սամվելը չափում, ձևում, փայտե շրջանակից առանձնացնում է ծորացող ոսկին ու տեղավորում ապակե տարայում։ Տեղադրում ենք այսպես բանկայի մեջ, ռամկան մտնում է բանկայի մեջ։ Սամվելի հայրը, պապը, պապի պապը, բոլորը մեղվապահներ են եղել։ Արցախը թիկունքում թողելուց հետո Միրզախանյանների պապենական փեշակը, մեղվապահությունը, օգնեց չխելագարվել կորստի ցավից ու շարունակել աշխատել ու արարել, ինչպես իրենց մեղուները։ Արագ պտույտներով այս սարքը քամում է մեղրը, մինչև վերջին կաթիլը։ Հայաստանի տարբեր մարզերի, տարբեր գույնի, տարբեր համի մեղրով ծանրացած հարյուրավոր փեթակներ քամվելու իրենց հերթին են սպասում։ Ակնամոմը եւ շրջանակով մեղրը ավելի օգտակար է ստամոքսաղիքային համակարգի խոցերի համար, քանի որ ինքը բնական պաշտպանիչ շերտ է կազմում եւ դրանով պաշտպանում է ստամոքսի լորձաթաղանթը։ Մեղուները մոլորակի ամենաուժեղ կենդանիներից են, կարող են իրենց քաշից 2 անգամ ծանր բեռ տանել։ Ընդամենը 1 կիլոգրամ մեղր հավաքելու համար նրանք անում են 150,000 թռիչք, հաղթահարելով 300,000 կիլոմետր ճանապարհ։ Մեղրով լցնելով շրջանակի հնգանկյունները նրանք կնիքում են այն։ Ինքը ինչ մեղր է, որ ծաղկի։ Մի քանի ծաղիկներ կան այստեղ։ Ուրեմն արյուծագինա, ղանթարփանա, շալֆեյնա ու մելիլոտուսնա։ Սամվելի հիմնած հաթերք ֆուդը բացի դասական մեղրից նաև մրգային, ծաղկային սուֆլե մեղրեր է պատրաստում, որոնցով յուրօրինակ ծաղկեփնջեր են հավաքում։ Սա հնդկաձավարի մեղրն է կամ գրեչիշնովի մյոտ, որ ասում են, ինքը մի փոքր սպეციფიկ համ ունի, բայց բուժական առումով էլի շատ օգտակար մեղր է։ Այստեղ մեղրափնջեր ունենք, որի մեջ տարբեր համերի մեղրեր են ներառված, սուֆլե մեղր, շոկո մեղրն է, այստեղ մեր հանրահայտ լեռնային ու ձաքի մեղր եւ մոխիտո մեղրը, որ իդեպ Դուբայի Taste Award մրցույթում պլատինե մրցանակ էր ստացել։ Շատ սիրված շոկոմեղրի պատրաստությանն ենք մասնակցում։ Այն մեղրի, կակաոյի ու պնդուկի գայթակղիչ համադրություն է, որը շատերն անվանում են հայկական նուտելլա։ Շոկոլադի համ այս մեղրին ինչն է տալիս։ Բնական կակաոն։ Ահա եւ պատրաստ է քաղցր հրաշալիքը, մնում է պիտակը փակցնելն ու վայելելը։ Զարուհի Իսակյան, Աշոտ Մնոյան եւ Հարություն Մաթեոսյան, Հայլուր։ Եվ թողարկման վերջում ցեղասպանություններից շունչ չքաշող աշխարհում ամեն օր հիշում են նրանց, ովքեր օգնում էին թույլերին, ապացուցելով, որ թուղթն ու գրիչը միայն ուժեղների ձեռքում չի կարող լինել։ Նորվեգացի մեծ մարդասեր ու դիվանագետ Ֆրիտյոֆ Նանսենի Հայաստան այցի 100-ամյակն է այս տարի։ Հայաստանի նկարիչների միությունում այցի հոբելյանին նվիրված ցուցահանդես է կազմակերպվել։ 100,000-ավոր հայեր, որոնք փրկվեցին հայոց ցեղասպանությունից, գուցե երբեք նոր տուն չգտնեին, եթե իրենց ձեռքում չլիներ Նանսենյան անձնագիրը։ Մեծ փրկություն էր 320,000 հայերի համար, ովքեր հայտնվել են օտար երկրներում եւ թափառաշրջիկի կարգավիճակում էր։ Այս անձնագրի շնորհիվ նրանք կարող էին տեղաշարժվել եւ աշխատանք գտնել։ Նրանք չէին դառնում քաղաքացի տվյալ երկրի եւ նրանց կոչում էին նանսենականներ կամ նանսենահպատակներ։ Փաստաբանների ընտանիքում ծնված նորվեգացի մեծ մարդասեր եւ դիվանագետ Ֆրիտյոֆ Նանսենը ամբողջ կյանքում պաշտպանեց ճնշվածների իրավունքները աշխարհով մեկ, այնտեղ որտեղ պատերազմ է կամ ցեղասպանություն։ Նա արդեն իր գիտական աշխատանքի բարձունքում էր գտնվում, բայց համարեց, որ դա քիչ է եւ ազատ ու հանգիստ ապրելու փոխարեն իր կյանքը նվիրեց առաջին համաշխարհային պատերազմից հետո տուժած բոլոր ազգերի ներկայացուցիչներին։ Մենք առանձնապես շնորհակալ ու երախտապարտ ենք Ֆրիտյոֆ Նանսենին, որովհետև ցեղասպանությունից հետո ձեռք մեկնեց հայ ժողովրդին։ 1925 թվականին Նանսենն առաջին անգամ այցելեց Հայաստան։ Այդ պատմական այցից ուղիղ 100 տարի անց նանսենականները նորից հավաքվել են։ Հայաստանի նկարիչների միության շենքի պատերին Նանսենն է Հայաստանում։ Նրա այցի հոբելյանին նվիրված ցուցահանդեսն է։ Ֆելիքս Բաղչինյանը որոշեց անպայման Ֆրիտյոֆ Նանսենի Հայաստան այցելության 100 տարին փառահեղ նշել։ Ինչու, որովհետև Հայաստան այցելությունը սոսկ այց չէր, կարևոր առաքելություն։ Ներառում էր այս ծրագիրը գիտաժողովներ,
գրքերի հրատարակություն, ցուցահանդես, մենք նանսենականներս, Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտը եւ թանգարանը ջանք ու եռանդ չխնայեց կյանքի կոչելի հիշատակ պարոն Ֆելիքս Բաղչինյանի։ Նանսենի հիմնադրամի ու թանգարանի նախկին տնօրեն Ֆելիքս Բաղչինյանը չհասցրեց ներկա լինել իր ծրագրի իրագործմանը։ Հենց նա էր դեռ տարիներ առաջ պլանավորել շուքով նշել մեծ մարդասերի Հայաստան այցի 100-ամյակը։ Ռուսական Պաուլսեն հրատարակչության շնորհիվ է ցուցահանդես այսօր իրականություն դարձել։ Трагедия армянского народа и геноцид армян не оставили. Հայ ժողովրդի ողբերգությունը, ցեղասպանությունը չէր կարող Նանսենին անտարբեր թողնել գեթ 1 րոպե։ Где Норвегия, где Армения? Պատկերացրեք, որտեղ են Նորվեգիան եւ Հայաստանը։ Կարծում եմ, որ այս ցուցահանդեսը շատ կարեւոր է։ Մենք թարգմանել ենք նաեւ Կովկասով դեպի Վոլգա գիրքը, որտեղ Նանսենը պատմում է Հայաստան այցելության մասին։ К Волге, где он рассказывает о своем пребывании в Армении. Նանսենի գործն անուրանալի է հայերի համար, խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած մեծ մարդասերը չի կարող մոռացվել։ Աննա Գյուրնազարյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Դուք դիտում եք Հայլուրը, շնորհակալություն ուշադրության համար։ Կհանդիպենք։